խուլիգանություն։ Ինչպես հայտնի է, Նարեկ Ասատյանին, Արտաշես Ղարամանյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2023 թվականի հոկտեմբերի 20-ին ժամը 15:00-ի սահմաններում խմբի կազմում կատարել էին խուլիգանություն։ 2023 թվականի հոկտեմբերի 23-ին ժամը 15:00-ի սահմաններում մասնակցելով քաղաք Երևան Նայիրի-Զարյան 17 հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչության վարչական շենքի մոտ իրականացվող հավաքին տեսել էին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանին։ Քննությամբ դեռևս հստակ չպարզված հարցի շուրջ վիճաբանել էին վերջինիս հետ եւ քննությամբ դեռևս չպարզված անձանց հետ խմբի կազմում իրավական եւ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արամարական վերաբերմունք ցուցաբերելով եւ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսման փայոյանքներ եւ անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով անտեսելով հասարակական կարգի ապահովման համար ծառայություն իրականացնող ՆԳՆ ոստիկանության ծառայողների ներկայությունը մարդկանց անդորրը խախտելով, ինչպես նաեւ հարակից հատվածում գտնվող հասարակական նշանակության օբյեկտների բնականոն աշխատանքը խոչընդոտելով կատարել էին խուլիգանություն, որի ընթացքում ձեռքերով հարվածներ էին հասցրել Կարեն Շահրամանյանին։ Նախաքննության փուլում վերջիններս կալանավորվել էին, սակայն կարճ ժամանակ անց Արտաշես Ղարամանյանը եւ Նարեկ Ասատյանը ազատ էին արձակվել, իսկ գործը քննվում էր դատարանում։ Արդյունքում դատարանը որոշել է ճանաչել եւ հռչակել Արտաշես Ղարամանյանի անմեղությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին կետով ներկայացված մեղադրանքում մեղսագրվող արարքը նրա կողմից կատարված չլինելու պատճառաբանությամբ։ Արտաշ Ղարամանյանի նկատմամբ պատրված խափանամիջոց վարչական հսկողությունը վերացնել, ճանաչել եւ հռչակել նաեւ Նարեկ Ասատյանի անմեղությունը մեղսագրով արարքը նրա կողմից կատարված չլինելու պատճառաբանությամբ։ Իհարկե դատախազությունը որոշումը բողոքարկել է վերաքննիչ դատարան, սակայն վերաքննիչ դատարանը եւս առաջինատյանի դատարանի որոշումը թողել է անփոփոխ։ Մեծ հայտնի դարձավ, որ գործը հասել է վճռաբեկ դատարան։ Ակնհայտ էր մեկ բան՝ որևէ մեկը չհայտնվեց մեղադրյալի հաթոռին։